որ մենք սահմանում ենք 3 ժամկետ ծառայության համար պարտադիր, 24 ամիս, 4 ամիս եւ 1 ամիս, եւ եթե այո, նաեւ ուզում եի հասկանալ ինչի հենց 1 ամիս եւ 4 ամիս, ոչ թե 6 ամիս եւ 12 ամիս օրինակ։ Նու 1 ամսվա դեպքում էլի կարող եմ տրամաբանությունը ենթադրել, այսինքն նվազագույն պատրաստություն անցնեն զորակոչիկները, հետո այդ հնարավորությունից օգտվեն, բայց 4-ը չգիտեմ, կխնդրի ես բարձրաբանել։ Շնորհակալ եմ։ 24 ամիսը օրենքով սահմանված Հայաստանի քաղաքացու պարտավորություններն են, իսկ կրճատ ժամկետները վերաբերում են, դուք ճիշտ նկատեցիք, 1 ամիսը նվազագույն պատրաստության համար, որպեսզի քաղաքացին տիրապետի օգտվել զենքից եւ տարական զինվորական կանոններ, որովհետեւ այս երիտասարդները, ովքեր այդ հնարավորությունը կստանան, միևնույնն է գրանցվելու են պահեստազորում, ի տարբերություն զարտուղի ճանապարհով ազատվող այլ քաղաքացիների, որովհետեւ այսօր ինչ է տեղի ունենում։ Մեր համերկրացիները մեզնից դժգոհում են, ասում են վարժական հավաքներին, օրինակի համար մեր նախկին գյուղապետի, ինչ եւ այլն, կամ մեր համայնքի ամենահարուստ մարդու երեխեքը չեն գնում վարժական հավաքների, դուք հատուկ նրանց չեք տանում, բայց իրականությունը կայանում է նրանում, որ այդ մարդիկ ուղղակի չեն ծառայել բանակում եւ հաշվառված չեն պահեստազորում եւ չեն կարող վարժական հավաքի հրավիրվել։ Այսինքն այս մեխանիզմը նաեւ թույլ է տալու, որպեսզի ավելի շատ թվով Հայաստանի քաղաքացիներ տիրապետեն զենքին եւ նաեւ ըստ անհրաժեշտության համալրեն պահեստազորը։ 4 ամիսը դա ուսումնական զորամասի չափականակն է, որտեղ պիտի անցնեն ուսումնական process, այսինքն ովքեր կօգտվեն այս ծրագրից, ուսումնական զորամասից զատ այլտեղ ծառայություն չեն իրականացնելու։ Սրանում է այս թվերի սահմանման պատճառը։ Պարոն Իսկ 32 տարեկանը ինչով է պայմանավորված։ Պատգամավորը առաջարկել էր, որ թիվը սահմանենք 37, ըստ էության մեր միակ նրա հետ տարբերությունը մտքերի կայանում էր նրանում, որ սա պետք է անել աշճանական, որովհետև այս սահմանումն էլ իր հերթին նշանակում է, որ սա կազդի այն մարդկանց վրա, ում 18-ը նոր է լրանալու, այսինքն արդեն 19, 20, 27, 32 տարեկան քաղաքացիների վրա սա չի ազդելու։ Այսինքն զորակոչային տարիք մուտք գործողների վրա կազդի մինչև 32 տարին, դա էլ նրա համար է, որպեսզի ուսումնական հաստատությունների միջոցով կեղծ գիտնականներ չունենանք, ովքեր 27 տարին լրանալուն պես ազատվեն զինվորական ծառայությունից, այլ ունենան պարտականություններ եւ օգտվեն մեր ծրագրերից միայն իրական գիտնականներ, օրինակ։ Պարոն Այսինքն մարդիկ նախկինում սահմանված 27-ի շեմն ենք դարձնում 32 եւ մարդիկ զինապարտեն մինչեւ 32 տարեկան, ոչ թե պայմանագրային ծառայության վերջ, որտեղ այնտեղ էլ շեմ ունենք, չէ՞։ Այո, խոսքը վերաբերում է 27-ը 32 դարձնելուն, այսինքն շեմը տարիքային զինապարտների փոխվում է, իսկ ինչ վերաբերում է ձեր նշած հատվածին, մարդիկ ներողություն զինապարտ են մինչև 50 տարեկան է։ Մեզ մոտ այս շտկումը վաղուց է արված, նախորդ կառավարության նիստին սա հնչել է, իհարկե վարչապետի հանձնարարությամբ մենք կաշխատենք նաև այս հարցում որոշակի լավարկումներ կատարելու, դա վերաբերել է ներքին գործերին։ Մեր մասով այս խնդիրը հիմնականում լուծված է, բայց որոշակի լավարկումներ կանենք։ Պարոն Իսկ ո՞նց ենք ապահովելու, որ այդ ճանապարհով պետբյուջե մուտք արված գումարները ուղղվեն պայմանագրային զինծառայողների թվի ավելացմանը եւ նրանց աշխատավարձերին, որովհետեւ եթե մենք չերաշխավորենք, որ այդ գումարը գնում է դրան, սոցիալական արդարության հետ կապված բազմաթիվ հարցեր կառաջանան։ Իսկ հիմա պատասխանը ակնհայտ է, դա արվում է էլի բանակի համար եւ էլի զինծառայողներ են ապահովում։ Դա ըստ էության երաշխավորված է, եւ ես նշում եմ պետական բյուջե, ես չեմ տարանջատում պաշտպանության նախարարության բյուջեն ընդհանուր բյուջեից, այո, մուտքերը կապահովեն եւ կծառայեն պաշտպանության նախարարության համար։ Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն, ես կուզեի անդրադառնալ տարիքային շեմին, որովհետեւ այս հարցը քննարկվելիս
Ինչպես պարոն Պապիկյանը նշեց, մենք հաշվի ենք առել նաև մեր ընթացիկ ծրագրերը եւ կհիշեք որոշ ժամանակ առաջ կառավարության նիստում քննարկում էինք արտերկրի հեղինակավոր բուհերում կրթություն ստանալու հետ կապված հնարավորությունների ընդլայնումը եւ առանձին քննարկման հարց դարձավ հետո արդեն այս ուրեմն մեր կրթված երիտասարդների վերադարձի հարցը եւ նրանց ըստ էության այդ ներուժի օգտագործումը մեր հասարակության զարգացման եւ այստեղ աշխատելու տեսանկյունից մենք բավականին ուսումնասիրություններ ենք արել այս ուղղությամբ եւ մեզ էլ ակնհայտ է, որ այստեղ ուրեմն զինծառայության ուրեմն օրենսդրության մեջ փոփոխությունները կարող են էապես նպաստել, որպեսզի մենք վերադարձելիության տեսանկյունից եւ մարդկային այդ կապիտալը մեր հասարակությունում եւ մեր պետության համար օգտագործելու տեսանկյունից շատ ավելի բարենպաստ իրավիճակ ունենանք եւ այս տարիքային շեմի սահմանումը հնարավորություն է տալու նաեւ, որպեսզի այդ կրթությունը ստանալուց հետո մենք ունենանք որոշակի հանձնառություն այստեղ աշխատելու եւ այդ աշխատանքային տարիքը լինի այն տրամաբանության մեջ, որը որ ուրեմն այս զինծառայության վերին շեմն է եւ նաեւ սինխրոնացված են այդ իմաստով կարգավորումները, որպեսզի մի ոլորտի եւ մյուս ոլորտի կարգավորումները համահունչ լինեն եւ չխանգարեն մեկ-մեկու։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, պարոն Մեսրոպյան։ Շնորհակալություն պարոն նախարար, կուզենայի իմանալ դիցուք զորահավաքի ժամանակ, երբ որ արդեն պետությունը կորոշի կամ նախարարությունը X քանակի մարդ կարող է օգտվել այդ տվյալ մեխանիզմով զինվորական ծառայությունից ազատվելու համար, ո՞նց է կիրառվելու դա, վիճակահանությամբ, թե ով առաջինը հասցրեց դիմել։ Պարոն Մեսրոպյան, մենք հիմա առաջ ենք ընկնում, որովհետև դա դեռ կառավարության որոշումով պիտի սահմանվի։ Տարբեր մտքեր կան, այդ թվում նաև վիճակահանության, ավելի արագ գրանցվելու, այսինքն դա դեռ կքննարկենք եւ նաև այստեղ էլ հնարավորություն կունենանք դրա մասին մտքեր հնչեցնելու։ Այլ հարցեր, դիտարկումներ, խնդրեմ։ Շնորհակալ եմ պարոն փոխվարչապետ, պարոն Պապիկյան, իմ հարցը վերաբերելու է զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերություններին եւ այս փոփոխությունների համատեքստում ոչ կանոնադրային հարաբերությունների հաղթահարման մեխանիզմներին, որովհետեւ ըստ էության բոլորիս համար էլ ակնհայտ է, որ բանակում մահվան, ինքնավնասումների եւ այլ դեպքերի պատճառներից մեկը նաեւ այդ ոչ կանոնադրային կամ ենթամշակութային հարաբերություններն են, ինչպես է հնարավոր լինելու ապահովել, որ այսպիսի տարբերակման պայմաններում, այսինքն ըստ էության զինծառայողների միջև տարբերակում է փաստացի իրականացվում, արդյոք հնարավոր է լինելու կոնկրետ երաշխիքներ ապահովել, որպեսզի մենք չունենանք դրա հիման վրա ավելի խորացող ոչ կանոնադրային հարաբերություններ եւ բնականաբար բացառենք այդ համատեքստի իրավիճակը։ Ծառայության պայմանների առումով նկատի ունեմ։ Անկեղծորեն գուցե հարցի էությունը լավ չեմ հասկանում, բայց ես այստեղ նմանատիպ խնդիր չեմ տեսնում։ Ավելին սա մեզ հնարավորություն է տալու, որպեսզի նմանատիպ կանոնադրային ոչ կանոնադրային հարաբերությունները կարգավորենք, դարձնենք կանոնադրային։ Ինձ թվում է նման հարցերի քննարկման ժամանակ մենք պիտի տարբեր կոմպլեքսներից զերծ մնալով խոսենք իրականության մասին։ Իսկ իրականությունը ինչի մասին է։ Իրականությունը նաև նրա մասին է, որ շատ երիտասարդներ, ովքեր հնարավորություն են ունենալու օգտվել այս ծրագրից, եթե մենք ընձեռենք այդ հնարավորությունը, իրենք հանդիսանում են մեր ծառայության մեջ հիմնականում կանոնադրային հարաբերությունները խախտողներ։ Պիտի մտնենք խնդիրների խորքի մեջ։ Այո, այստեղ էլ կա որոշակի սոցիալական շերտավորման վտանգ, մենք պիտի այս հարցում հետևողական լինենք, բայց հարցի այսօրվա նախագծի մեխը 18 կամ 24 միլիոնով բանակից ազատվելը կամ կրճատ ծառայությամբ ազատվելը չէ։ Մենք ուշադրություն չդարձրինք մեկ այլ կարևոր խնդրի։ Խոսքը վերաբերում է քաղաքացիների 15 միլիոն դրամ պարտավորությանը, այսինքն մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին 15 միլիոն դրամի պարտավորություն մտցնելը ինչ է սա նշանակում։ Նախկինում հնարավորություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ, իսկ այդ թիվը հազարների մասին է, ես ազգային անվտանգության նկատառումներից ելնելով կոնկրետ թվեր չեմ նշի, բայց այսօր Հայաստանում շատ ծնողներ իրենց
երեխաներին զրկում են Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի նրանք չծառայեն հայոց բանակում։ Կետերից մեկը 4-րդ կետը վերաբերում է դրան։ Այսինքն սա մեծ հնարավորություն է տալու, որ այն քաղաքացիները, ովքեր անվտանգությունից ելնելով, որդու անվտանգությունից ելնելով, փորձել են տարբեր ճանապարհներով բանակից ազատվել, ունենան հնարավորություն իրենց որդուն բոլորի հետ հավասար մեր զինված ուժերում գոնե կրճատ ժամկետով ծառայության ուղարկելու։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, ինչպես պարոն Պապիկյանը նշեց, սա չափազանց զգայուն եւ կարեւոր հարց է, նաեւ կարեւոր են տեսանկյունից, որ այս թե մտահոգությունները, որոնք վերաբերում են առ այսօր արձանագրված երևույթներին, թե հարցի հետ կապված զգայունությունը, որը գուցե տարբեր ժամանակներում տարբեր կերպ քննարկելու փորձեր եղել են, սակայն ինչ որ մի պահից հաշվի առնելով հենց այդ զգայունության հարցը քննարկումները հետաձգվել են։ Սա լավ առիթ է, որ ազգային ժողովում քննարկումները շարունակվեն նաև մշտական հանձնաժողովներում, որտեղ կհնչեն վստահաբար այլ փաստարկներ, այլ տեսակետներ, հավանաբար դրանք նույնպես կառավարության ներկայացուցչի հետ միասին կքննարկվեն եւս մեկ անգամ եւ տեղ կգտնեն կարտահայտվեն նախագծի այն վերջնական տեսքում, որը կդառնա օրենսդրական կարգավորում։ Եվ ես առաջարկում եմ նկատի ունենալով, որ մեր ներկայացուցիչ շարունակի նաև ազգային ժողովի քննարկումներում գործընկերների հետ միասին այս հարցի բովանդակությունը վերջնականացնել, այս փուլում քվեարկել առաջարկությունը կառավարության կարծիքը եւ հետո ըստ անհրաժեշտության տեսակետները նաև ազգային ժողովում քննարկումների ժամանակ ամփոփել վերջնականացնել։ Խնդրեմ պարոն Պապիկյան։ Աչետրյան, որպեսզի տարանթերցում չլինի, ես հստակեցնեմ ինչի մասին էի խոսում։ Խոսքը վերաբերում է նրան, որ երբ մենք հնարավորություն ենք ընձեռել կառավարությանը ամեն զորակոչից առաջ թիվ սահմանել, մենք նաև հնարավորություն ենք ունենալու ներքին գործերի նախարարության հետ հստակեցնելու, թե տվյալ տարվա ընթացքում քանի Հայաստանի նախկին քաղաքացի կամ օտարերկրյա քաղաքացի է դիմել քաղաքացիություն ստանալու համար։ Այսինքն մենք հնարավորություն ենք ունենալու այս 15 միլիոն դրամ վճարման արգելանքի միջոցով նախ պակասեցնել արտահոսքը մեր պատանիների, բայց միևնույն ժամանակ մյուս մասով օրենքի հնարավորություն ենք տալու նախկինում քաղաքացիությունից հրաժարվածներին վերադառնալ եւ իրենց պարտքը թեկուզ կրճատ կատարել հայրենիքի առաջ։ Այսինքն այս թվերից ելնելով նաև մենք կսահմանենք տարբեր զորակոչերի ժամանակ ըստ զորակոչի նաև մեր թվաքանակները։ Շնորհակալ եմ։ Պարոն Միրզոյան։ Ես ներողություն եմ խնդրում, էլի որ շատ ենք երկրացնում, բայց իսկապես հարցը կարևոր է։ Ես առաջարկում եմ այսպիսի արձանագրում անել, անկեղծ ասած, պարոն փոխվարչապետ, ձեր վերջի առաջարկը ստիպեց ինձ այս մասին խոսալ, ես լրիվ համաձայն եմ ձեր հետ, սա մի խնդիր է, նախ խնդիրը իդենտիֆիկացնում, հա, շարունակաբար արտագաղթի ամենախորքային պատճառների թվում ամենահիմնականներից մեկը եղել է արական սեռի զավակին բանակից ուրեմն զինվորական ծառայությունից խուսափելու ինչ-որ հնարավորություն ստեղծելը, հա, սա է հիմնական մոտիվացիաներից մեկը եղել։ Եվ նաև մենք բոլորս էլ, եւ սա վերջին 1 տարվա, 2 տարվա բան չի, 30 տարվա պատմություն է, գիտենք, որ զարտուղի ճանապարհներով եւս արտագաղթը մի միջոց եւ նաև կան այլ զարտուղի ճանապարհներ նույն խնդիրը լուծելու առանց արտագաղթելու, հա, հիվանդություններով կլինի, որևէ կրթությունով կլինի, որևէ կերպ։ Եվ այս խնդիրը հասարակությունն էլ է քաջատեղյակ խնդրին, բոլոր պետական կառույցներն էլ, եւ այս խնդիրը մի թեմա է սա, որի մասին տարիներ շարունակ խոսվել է եւ դիտարկվել են նաեւ այս տեսակ լուծումներ, առաջարկվող լուծումները եւս, բայց երբեք լուծման չենք գնացել, որևէ կառավարություն չի գնացել լուծման։ Հիմա շարունակելով ձեր միտքը, գուցե եւ կարգավորումները վերջնական չեն, իդեալական չեն, բայց պետքա կարծում եմ համարձակություն ունենալ եւ փորձել գնալ լուծման, որովհետեւ չլուծելով խնդիրը չի վերացել, այսինքն այնպես չի, որ մենք չենք արել այս
այս կարգավորումները եւ դրանից ինչ որ չգիտեմ, իներցիայով կամ աստիճանաբար խնդիրը մեղվելա կամ ինչ, ոչ այդ նույն խնդիրը կա, մենք միշտ խոսել ենք եւ բոլորը մշտապես խոսել ենք եւ ոչինչ չենք արել հաշվի առնելով այո զգայունությունը։ Ես միանում եմ ձեր առաջարկին, եկեք փորձենք անենք, հետո կհղկվենք, եթե կարիք լինի։ Շնորհակալություն պարոն Միրզոյան, պետք է քվեարկենք նախագիծը հարգելի գործընկերները, ովքեր են դեմ կառավարության ձևակերպած կարծիքին ազգային ժողով ուղարկելու համար։ Դեմ չկա, որոշումը հաստատված է եւ անցնում